Իմ տանը խառնաշփոթ էր տիրում, և ես չէի ցանկանում դառնալ այնպիսին, ինչպիսին իմ հայրն էր։ Ես շատ բաներ եմ փորձել, որպեսզի երջանիկ դառնամ, բայց բոլոր հարցերում իմ ներսում միայն կասկածներ և անվստահություն էր։ Այդ ամենն այն բանի արդյունքն էր, ինչի միջով ես մանկության ժամանակ եմ անցել։ Ես ատում էի իմ հորը։ Եվ հենց այդպես էլ ես մեծացա, շատ չար և անվստահ։ Իմ հայրը շատ ագրեսիվ մարդ է եղել։ Տանը նա ամեն ինչ կոտրում էր, ծեծում էր ինձ, մորս և իմ երկու եղբայրներին։ Եվ իմ կախվածությունը խմիչքն էր։ Ես շատ էի խմում։ Իմ տան բոլոր անդամները գիտեին դրա մասին, և բացի խմիչքից, հորիցս ես այլ շատ կախվածություններ էի վերցրել։ Նա շատ զզվելի և շատ կոպիտ մարդ էր, և դրա պատճառով ես դադարեցի հարգել նրան։ Իմ կյանքը ես լցնում էի գիշերային ակումբներ հաճախելով։ Ուրբաթից մինչև կիրակի ես տանը չէի հայտնվում։ Ընտանիքս չգիտեր, թե որտեղ եմ ես, և այդ ամբողջ ժամանակ ես խմում էի, բայց դատարկությունն իմ ներսում ավելի ու ավելի էր մեծանում, և վերջի վերջո ես դեպրեսիայի մեջ ընկա։ Ես այնպիսի ագրեսիվ մարդ դարձա, ինչպիսին իմ հայրն էր, և այդ ամենը ես իմ անձնական կյանք բերեցի։ Իմ ֆինանսական կյանքում շատ խնդիրներ սկսվեցին։ Խնդիրներ կային նույնպես մեքենայիս թղթաբանության հարցերում։ Ես ոչինչ չկարողացա լուծել։ Վերջի վերջո, ես մեկ փոքր սենյակ էի վարձում, որպեսզի գոյատևեմ։ Ես ամենավերջում հայտնվեցի։ Ես ոչինչ չունեի տանը, բացի մահճակալից և ռադիոյից։ Իմ կյանքի ընթացքում ես միշտ փորձել եմ փախչել Աստծուց։ Ես չեմ հավատացել, որ նա գոյություն ունի, որովհետև իմ կյանքում շատ խնդիրներ և տառապանք եմ տեսել։ Բայց մի անգամ ես որոշեցի Աստծուն աղոթել։ Ես նրան ասացի. «Իմ Աստված, ես մոլորվել եմ։ Իմ կյանքն այնքան դժվար է, ես չգիտեմ, թե ուր գնամ»։ Ես նրան ասացի. «Տեր Աստված, եթե դու կաս, եթե դու ուժ ունես, ուրեմն օգնիր ինձ, որովհետև ես ամբողջությամբ մոլորված եմ»։ Այդ աղոթքից հետո ես միացրեցի ռադիոն, և այդ ժամանակ եպիսկոպոս Մասեդոյի ծառայությունն էր։ Ես սկսեցի մինչև վերջ լսել։ Նույնիսկ հիմա չեմ կարող բացատրել, թե ինչու էի առաջ վատ մտածում եպիսկոպոսի մասին։ Ես լսում էի ծառայությունը և ընդունում էի ամեն ինչ, ինչ որ այնտեղ ասվում էր։ Եպիսկոպոսն այսպես էր ասում. «Իմ ընկեր, Հիսուսը կանչում է քեզ։ Հնարավոր է դու հարցնում ես. «Միթե լուծում կա ինձ համար»։ Ես քեզ ասում եմ. այո, կա։ Հիսուսը ասում է քեզ. քո համար լուծում կա, որովհետև նա ասել է. «Եկեք ինձ մոտ և ես ձեզ հանգստություն կտամ»։ Եվ ես որոշեցի, որ պետք է եկեղեցի այցելեմ։ Եվ եկեղեցին իմ տնից հեռու չէր։ Ես միշտ անցնում էի եկեղեցու կողքով, բայց երբեք չէի մտնում։ Մինչև հիմա հիշում եմ այդ օրը։ Ինձ այնտեղ լավ դիմավորեցին։ Այնտեղ ես այնպիսի խաղաղություն գտա, որը երբեք չեմ զգացել։ Հիշում եմ, որ այդ ծառայությանը հովիվն աղոթեց։ Եվ չնայած ես նրան չէի ճանաչում, ես շատ բարկացա նրա վրա։ Այդ պահին հասկացա, իմ ներսում ինչ-որ բան այն չէ։ Եվ երբ ես եկեղեցի էի գալիս և լսում էի Աստծո խոսքը, սկսեցի փոխել իմ սովորությունները։ Իմ կյանքում սկսեցի առաջ գնալ։ Եվ հասկացա ճշմարտությունը։ Ես նայում էի անցյալիս և հասկանում էի, որ չպետք է վիրավորվեի այլ մարդկանցից, չպետք է ատեի նրանց, մանավանդ իմ հորը։ Իսկ ամենամեծ ճշմարտությունը, որը ես գիտակցեցի, դա այն էր, որ եթե ես մարդկանց չեմ ներում, Աստված էլ ինձ չի ների։ Իսկ եթե այդ պահին ես մահանամ, իմ հոգին հավերժ տառապելու է։ Ես սկսեցի թողնել ամեն վատ բան, որը հակասում էր Աստծո խոսքին։
Ես աշխատում էի փոխվել, հրաժարվել իմ հպարտությունից, իմ ցանկություններից, եւ այդ ժամանակ ես հասկացա, Սուրբ Հոգին ամենամեծ գանձն է, որին ես կարող եմ ստանալ։ Մի անգամ չորեքշաբթի օրվա ծառայությանը ես իմ կյանքն ամբողջությամբ Հիսուսին տվեցի, եւ այդ պահին վստահություն եկավ, որ Աստված իջել է ինձ վրա։ Ես զգացի իմ ներսում այն, ինչը երբեք չեմ զգացել։ Դա շատ մեծ ուժ էր, եւ Աստված ինձ ասաց. «Դու իմ որդին ես, ես քեզ հետ եմ»։ Այդ պահին ես մտածում էի, որ ես ոչ ոք եմ, ես ոչ մի արժեք չունեմ, բայց Աստված իր ողորմությամբ ասաց. «Ես ընտրել եմ քեզ, դու իմ որդին ես, ես քեզ կօգնեմ եւ քեզ հետ կլինեմ»։ Դա անբացատրելի բան էր, որը երբեք ոչ ոք չի կարող մարդու համար անել։ Այդ օրվանից հետո ես այլևս նույնը չէի, ես փոխվել էի։ Իմ հոգևոր կյանքը սկսել էր առաջ գնալ։ Իմ մտքերը, իմ բոլոր գործերը փոխվել էին։ Իսկ հետո եկեղեցում ես հանդիպեցի մի աղջկա։ Մենք ամուսնացած ենք արդեն 19 տարի։ Աստված ինձ Աստծո կին է տվել, եւ հիմա ես երջանիկ եմ։ Ես այլևս չունեմ այն դեպրեսիան, որն անցյալում էր, եւ այլևս ես չեմ թակում այլ դռներ, որպեսզի օգնեն ինձ։ Ես գտել եմ Տեր Հիսուսին։ Հենց նա է ինձ նոր կյանք պարգևել։ Եթե դուք նույնպես դեպրեսիայի մեջ եք, եթե դուք տառապում եք, ձեր հոգում դատարկություն է, արեք նույն բանն, ինչ որ ես արեցի։ Փնտրեք Տեր Հիսուսին, որովհետև նա ունի ուժ, որպեսզի լցնի ձեր դատարկությունը եւ ամբողջությամբ փոխի ձեր կյանքը։ Ես վստահ եմ դրանում։